Բարի երեկո, դուք դիտում եք Բացահարթակ, այսօր իմ հյուրը Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, ինչ են ստացել կողմերը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից, Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, ստացել են Հայաստան-Իրան սահմանը փաստացի վերահսկողության հնարավորություն եւ երրորդը Միացյալ Նահանգների նախագահին Նոբելյան մրցանակի ներկայացնելն է։ Հայաստանը ոչինչ չի ստացել։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն է։ Կարծեմ մենք մի անգամ զրուցել ենք եւ ես հիշյալ անձին անդրադառնալիս ասել եմ, որ իր խոսույթները մեկնաբանության արժանի չեն, բայց այս դեպքում որպես մտավորական, որպես կրթական հաստատության տնօրեն պիտի փաստեմ, որ մենք խաղաղություն ենք ստացել։ Մենք ստացել ենք մեր երկար սպասված խաղաղությունը։ Մենք ստացել ենք մի իրավիճակ, երբ ծնողը ստիպված չի լինի երեխային տանել օտարպետության քաղաքացի դարձնել, որպեսզի երեխան չզորակոչվի բանակ։ Մենք ստացել ենք մի իրավիճակ, երբ ծնողը որդուն բանակ ճանապարհելիս չի մտածելու արդյոք վերադառնալու է թե ոչ։ Վերջին 1 տարի 8 ամիսը մեր սահմանները խաղաղ են, որևէ զինվոր կրակոցից չի զոհվել։ Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք այն կառավարությանը, ով Հայաստանի Հանրապետության համար խաղաղություն է բերում։ Մենք դրանից միայն գոհ ու երջանիկ ենք։ Ես որպես մայր, որպես կին, որպես մտավորական երջանիկ եմ։ Այն խաղաղությունը, որ մենք այսօր ունենք, շատ երկար է սպասվել մեր կողմից եւ հիմա ասել, որ մենք ոչինչ չենք ստացել, ուղղակի հումորի դաշտից է։ Ես կարծում եմ, որ հիշյալ անձնավորությունը, որի անունը սկզբունքորեն չեմ տալու, որովհետեւ կարծում եմ, որ արժանի չէ անգամ հնչեցնելուն, հիշյալ անձնավորությունը երազում է։ Ուղղակի երազում է, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն չլինի, որ պատերազմ լինի, որ երկիրը առաջընթաց չունենա, որ ներքին կայունությունը խաթարվի, որովհետև միայն այդ դեպքում ինքը կկարողանա որևէ դերակատարում ունենալ։ Տիկին Երեմյան, ամեն դեպքում, ինչպես դուք եք ասում, հիշյալ անձնավորությունը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու է եւ հետեւաբար ստիպված եք լինելու մի փոքր այս թեմային անդրադառնալ, որովհետև ամեն դեպքում հանրապետության երկրորդ նախագահն է եղել, հայտարարություններ արեց, մեղադրեց գործող իշխանությանը, շատ կտրուկ մեղադրանքներ արեց, որ Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում, Հայաստանը ստացել է 0, միայն խնդիրներ։ Այսինքն, երբ մարդը քաղաքական ուժի ղեկավարը, որը հայտ է ներկայացնում մասնակցել ընտրություններին, ամեն դեպքում այստեղ մեկնաբանելու թեմա կա, հարցեր կան։ Կրկին վերադառնալով հիշյալ անձնավորությանը, պիտի ասեմ հետեւյալը, որ որևէ փաստաթղթում միջանցք արտահայտություն չկա, խոսքը ճանապարհի մասին է, ընդ որում մեր սուվերենության, Հայաստանի Հանրապետության սուվերենության շրջանակներում գործող ճանապարհի մասին է, եւ եթե տվյալ անձը մենք ունեցել ենք այդ դժբախտությունը, որ ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը նախագահի կարգավիճակում, շարունակում է օտար պետությունների խոսույթը տարածել եւ խոսում է միջանցքից, ես կարծում եմ այստեղ անդրադառնալու ընդհանրապես ոչինչ չկա, իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթին, պիտի ասեմ, որ Հայաստանը ստացել է խաղաղություն, Ադրբեջանը ստացել է խաղաղություն, որովհետև մենք երկու պետություն ենք, որոնց միջև կար կոնֆլիկտ, իսկ ձեր ասած բանաձևի չեղարկումը ես կարծում եմ դա ժամանակի հարց էր, այսօր վաղը չեղարկվելու էր, բայց ինչ ստացանք մենք դրա դիմաց, սա է կարևոր։ Մենք ստացանք այն, որ երկու պետությունների ղեկավարները ստորագրեցին ի վերջո համաձայնեցված փաստաթուղթը։ Ես չեմ հասկանում մեր ընդդիմությունը ինչու է դողերոցքի մեջ ընկնում, երբ որ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության սահմաններում խաղաղության մասին։ Ինչու՞։ Որովհետև այս դեպքում Հայաստանը մանիպուլյացիայի այլևս չի ենթարկվի, որովհետև այս դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս ստրեսի չի ենթարկվի։
Տեսեք, ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը, որը համարում է, որ հակապետական է օգոստոսի 8-ին նախաստորագրված այդ փաստաթուղթը։ Շատ ներողություն կներեք, իհարկե, նույն այդ ընդդիմությունը նոյեմբերի 9-ի ստորագրված եռակողմ համաձայնագիրը կամ փաստաթուղթը համարում էր կապիտուլյացիոն ակտ։ Հիմա համարում է շատ հաջողված փաստաթուղթ։ Եկեք լուրջ մարդկանց մասին խոսենք, լուրջ ընդդիմադիր գործիչների մասին խոսենք։ Եվս մեկ ընդդիմադիր գործիչ, ամեն դեպքում այս պահին գոնե ընդդիմադիր գործ չի կեցված։ Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը՝ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտությունը եւ պատմությամբ հաստատված իրողություն, նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանությանը մեղադրեց 44-օրյա պատերազմի պարտության համար։ Սա էլ առաջին նախագահի խոսքերը, որը բոլորովին վերջերս էր։ Ինձ համար ծիծաղելի են այս խոսքերը, որովհետեւ Հայաստանի ես ամաչում եմ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը, գոնե երրորդ հանրապետության առաջին նախագահը իր պետությունը, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է պատերազմը սկսելու մեջ։ Սրանից դուրս մեկնաբանություններ անելու կարիք չկա, որովհետև եթե մի մարդով ղեկավարել է քո պետությունը եւ հիմա այս պահին մեղադրում է նույն այդ պետությանը պատերազմ սկսելու մեջ եւ աշխարհաքաղաքական կենտրոնների ապավինելով մի այնպիսի ցնորքային կարծիք է արտահայտում, որը ուղղակի ամոթի զգացում է առաջացնում, ես կարծում մեկնաբանելու կարիք չկա։ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Թող վայելի իր ծայրությունը, չէ՞ որ ես, դուք, մենք բոլորս հարկեր ենք վճարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին բարձր թոշակ ստանա։ Մենք ապահովում ենք իր ծայրությունը։ Ինչու է ինքը ուզում անպայման այնպես անել, որ գալիք սերունդները պետություն չունենան։ Որն է նպատակը, որն է խնդիրը։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում է այնպես անել, որ գալիք սերունդները պետություն չունենան։ Իհարկե։ Եթե մի մարդ, մի նախագահ խոսում է այլ պետության գերակա դիրքի մասին Հայաստանի Հանրապետությունում, այդ նշանակում է այդ մարդը կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության սուվերենությունը։ Իսկ մենք երբևէ մեր պատմության ընթացքում երբևէ այնքան սուվերեն, այնքան ինքնիշխան չենք եղել, որքան այսօր ենք։ Տիկին Երեմյան, առջևում ամեն դեպքում ազգային ժողովի ընտրություններ են մի քանի ամսից 2026 թվականի հունիսին։ Եվ արդեն ակնհայտ է, որ ընդդիմադիր տարբեր ուժեր մասնակցելու են եւ նաեւ հիշյալ անձը, ինչպես դուք եք ասում, հիշյալ անձնավորությունը երկրորդ նախագահը իր ասուլիսում ասաց, որ այն սոցիոլոգիայով, որն այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի։ Շատ կերազեին, որ այդպես լիներ։ Երևի իրենք քնում են, արթնանում են, գտնում են հատուկ մտածողություն ունեցող սոցիոլոգներ, որոնք իրենց դա են ասում, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտեն ինչ պետք է անել 2026-ին, գիտեն ինչ ընտրություն պիտի կատարեն եւ ես վստահ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետը վերընտրվելու է, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը միայն չի ասում, ասում է եւ անում է։ Դուք ինչպես եք գնահատում այդ դեպքում ընդդիմության շանսերը։ Տարբեր ընդդիմադիրների։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պատմության աղբամանը կնետի ի վերջո իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ուժերի, ովքեր չեն դադարում երազել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստը։ Իսկ չեք կարծում, որ կարող է կրկնվել նաև այսպես կոչված Գյումրիի սցենարը, որ ընտրություններից հետո տարբեր ընդդիմադիր ուժեր միավորվեն։ Գիտեք, մեր ժողովուրդը մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի, վերջի շրջանում գրեթե բոլոր մարզերում եղել եմ, մարզերում, համայնքներում, գյուղերում, փոքր քաղաքներում եւ այլն։ Մեր ժողովուրդը մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերում, համապետական ընտրությունների ժամանակ բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերում։ Եվ այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում հայ ժողովրդի համար մեծագույն դաս էր
Ես դա ձեզ վստահեցնում եմ որպես մի մարդ, ով անընդհատ շփվում է մարդկանց հետ։ Մարդիկ շատ լավ հասկանում են, ինչ տեղի ունեցավ, ինչպես դա տեղի ունեցավ, եւ վստահ եղեք, որ Գյումրի սցենարի կրկնությունը բացառված է։ Հատկապես որ հիմա գյումրեցիներն էլ շատ ծանր փորձությունների միջով են անցնում եւ իրենք հասկանում են ինչ է տեղի ունեցել։ Բայց այս դեպքում շատ ենք տեսնում սոցիալական հարթակներում այսպես բանավեճեր, քննարկումներ, քննադատություններ, երբեմն նաև օրինակ սահմանը հատելիս դրոշմականիկներից Արարատի պատկերը հեռացնելու հետ կապված այդ հարցը չէ, շատ բուրըն կերպով քննարկվեց։ Դուք վստահ եմ հետևել եք եւ տեսել եք։ Գիտեք, ես առաջարկում եմ, որ մենք բոլորս ամեն օր երգենք Արարատը մեր լեռն է, աշխարհը մերն է եւ նման հայրենասիրական երգեր եւ երկիր մոլորակի աշխարհաքաղաքական քարտեզը կփոխվի։ Ես իրատես եմ, իրական գաղափարներով ապրող քաղաքացի եմ եւ հակառակը ես գտնում եմ, որ Արարատի սիմվոլը ինչ որ մի կնիքի վրայից հանելով մենք գուցե ավելի ինքնիշխան ենք դառնում։ Մենք ձերբազատվում ենք ավելորդ սիմվոլներից, որոնք կառավարում են մեր հույզերը, մեր ստրեսները, մեր ապրելակերպը։ Ես կարծում եմ դա ճիշտ է, որովհետև ես նորից եմ ասում, մենք կարող ենք ամեն օր երգել, բայց մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք երգենք, թե ուզում ենք պետություն կառուցենք։ Մենք ուզում ենք 10 տարի հետո էլ երգենք Արագածը մեր լեռն է, թե 100 տարի հետո բարձրանանք Արագածի գագաթը։ Նվաճենք։ Մենք ինչ ենք ուզում։ Այսինքն դուք կարծում եք, որ մենք շատ այսպես երկար տարիներ ապրել ենք հույզերով իրականությունից կտրված։ Իհարկե, դուք այդպես չեք կարծում։ Ես կարծում եմ, որ մեր տեսակը շատ կանխատեսելի տեսակ է աշխարհաքաղաքական շատ կենտրոնների կողմից։ Մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք եւ մեզ հույզերով կառավարելը ամենահեշտ ձևն է, ինչին մենք ենթարկվել ենք, այսօր էլ ենք ենթարկվում եւ մեզ ընդհանրապես պետք է սթափ դատել։ Ինչ ենք մենք ուզում։ Ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ունենալ պետություն, ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան լինի, ուզում ենք, ուրեմն պետք է անենք համապատասխան քայլեր մեր նպատակներին հասնելու համար, ոչ թե երգենք, ոչ թե նկարներ պատճենենք եւ բաժանենք, ոչ թե ինչ որ մի կնիքի վրա ինչ որ մի սիմվոլ դնենք եւ դրանով բավարարվածության զգացում ունենանք։ Բայց երբ այդպիսի մի որոշում է լինում, անընդհատ այդ քննարկումները սկսում են ծավալվել, որ այ դրսի ուժերի հրամանով է, կամ դրսի ուժերի հորդորով են Հայաստանում այս մի բանը անում, չգիտեմ, հայոց պատմությունը դարձնում են Հայաստանի պատմություն, Արարատի պատկերը հանում են դրոշմակնիկներից, միշտ դա կապում են արտաքին ուժերի հետ։ Տիկին Երեմյան։ Գիտեք, մարդիկ խոսում են նրա մասին, ինչին իրենք են ենթարկվում։ Դա հոգեբանության մեջ ընդունված երևույթ է։ Այսինքն ես չեմ խոսի մի բանի մասին, որը ինձ համար խորթ է։ Ես խոսում եմ այն ամենի մասին, ինչ որ գուցե ես կանեի, գուցե ինձ հետ կանեին, ես դրան ուշադրություն եմ դարձնում։ Ես կարծում եմ, որ տվյալ քաղաքական ուժերը իրենց կյանքի, իրենց կենսափորձի, իրենց անցած ճանապարհի նկարագրությունն են ներկայացնում։ Այսօրվա սերունդը բոլորովին այլ սկզբունքներով է ապրում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ ծանր ճանապարհ է անցել, որպիսի տրվի այդ տեսակի մանիպուլյացիաներին, տրվի նման խոսույթներին։ Մենք հիմա սառը դատելու խնդիր ունենք, մենք խնդիրներին ավելի խորքից ծանոթանալու կարիք ունենք։ Այստեղ կլինի Արարատի պատկերը թե ոչ, դրանից մեր կյանքը չի փոխվում։ Եթե մենք կարող ենք ամեն ինչ անել, որ գալիք սերունդների համար Հայաստանի Հանրապետությունն իսկապես լինի հզոր ապրելու երկիր, որն ինքը սիրելու է, մենք այսօր պիտի որոշակի քայլեր ձեռնարկենք։ Դա կարծում եմ մեզանց յուրաքանչյուրի պարտականությունն է։
Տիկին Երեմյան, դուք վստահ եմ շատերի հետ եք շփվում, տեսեք դուք ասացիք եւ Երևանում եւ մարզերում ընդամենը մի քանի օրից նշվելու է Էրեբունի Երևանի տոնը եւ վստահ եմ գիտեք, որ ամեն դեպքում Երևանում էլ շատ խնդիրներ կան եւ շատ տարբեր մարդիկ տարբեր դժգոհություններ ունեն, երբ Երևանի քաղաքապետի խորհրդականն էր այստեղ մեր տաղավարում, մի հետաքրքիր բան ասաց, որ Երևանը տարիների ընթացքում աղճատվել է, ասեց լինի դա Երևան հյուրանոցի հատվածը, որը որ նախատեսված էր, այնտեղ շատ հետաքրքիր մտավորականներ էին նստում, կինոնայրին, Արագած սրճարանը եւ տարիների ընթացքում 30 տարի անընդմեջ ինքը աղավաղվել է տեսքը, հիմա էլ մենք ունենք խնդիրներ, երբ նույն պարոն Արեյանի ասածն է մեջբերում, ուսանողն ուզում է մեքենայով հասնել դեկանի սենյակ։ Ու նաև շատ չնայած շատ խնդիրներ հենց պարոն Արեյանը ինքը խոստովանեց, որ մինչև անգամ նախարարներ պետք է այդ ամեն ինչը հաղթարեն, այսինքն ունենանք նորմալ քաղաքացի եւ այն քաղաքացի, որը կարող է եւ արժևորել Երևանը, բայց նաեւ միևնույն ժամանակ ունենալ այնպիսի պաշտոնյաներ, որ ճիշտ լուծումներ տան այդ խնդիրներին։ Դուք չեք լսում Երևանի հետ կապված խնդիրներ, մտահոգություններ կամ ինչպիսին է հենց ձեր պատկերացումը Երևանի հետ կապված։ Նախ թույլ տվեք առիթից օգտվելով շնորհավորել բոլոր երևանցիներին, Երևանից գալիք տոների առթիվ։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին մեր մայրաքաղաքի ծննդյան առիթով։ Բայց գիտեք, ձեզ մի բան եմ ուզում ասել, հակառակը։ Վերջի շրջանում, երբ որ ես եղա Հայաստանի Հանրապետության, ինչպես արդեն ասացի, գրեթե բոլոր քաղաքներում, գյուղերում, համայնքներում, եւ տեսա ինչ ահռելի աշխատանք են կատարում մեր խոշորացված համայնքների ղեկավարները։ Ամեն անգամ, երբ վերադառնում էի Երևան, այդ զուգահեռը տանում էի։ Ասում էի, տես, մենք գնահատում ենք խոշորացված համայնքի ղեկավարի արածը։ Բայց մենք զուգահեռաբար, քանի որ Երևանի մեջ ենք, մենք այդ աշխատանքը չենք տեսնում։ Մենք միայն թերություններն ենք տեսնում։ Ձեր երիտասարդության Երևանը չի փոխվել։ Իմ երիտասարդության Երևանը շատ տխուր էր։ Իմ երիտասարդության Երևանում հասարակական տրանսպորտ չկար։ Այո, իմ երիտասարդության տարիներին Երևանի փողոցներում սեղանիկներ էին, որոնց վրա վաճառվում էին տարբեր քաղցրավենիքներ, ծխախոտ եւ այլն։ Իմ երիտասարդության տարիների Երևանում փողոցները վերածվել էին տոնավաճառների։ Բայց ես իմ Երևանը սիրում եմ։ Մենք կարող ենք ասել, որ Երևանը փոխվել է։ Մենք կարող ենք Երևանում տեսնել թերություններ։ Մենք կարող ենք ասել, որ Երևանն ունի խնդիրներ։ Երևանն ունի նույնքան խնդիր, որքան մեզանից յուրաքանչյուրը։ Ես, դուք, ամեն մեկս, որքանով որ քաղաքացի ենք, նույն կերպ մեր պահած քաղաքն է։ Բայց օրեցօր ավելացող խցանումներից էլ են նաև մարդիկ շատ դժգոհում։ Այո, որովհետև մենք մի քիչ էլ թույլ տվեք մեզ քաղաքացիներիս այսպես քննադատաբար մոտենալ, որովհետև մենք ցուցամոլ ենք։ Եկեք չմոռանանք, որ Երևանում կան ընտանիքներ, որտեղ բնակվում է 4 անդամ 5 մեքենայով։ Եվ մենք ավելի շուտ ուզում ենք ցույց տալ, քան օգտագործել ժամանակի տրված տեխնիկական հնարավորությունները մեր պահանջները բավարարելու համար։ Այո, այդպես էլ պիտի լինի, որովհետև ինչպես դուք ասացիք, երբ որ ուսանողն ուզում է փողոցից անմիջապես դեկանատ հասնել իր սեփական Range Rover-ով, այստեղ կներեք, որևէ պարագայում, որևէ համայնքի ղեկավար, որևէ քաղաքապետ չի կարող այս խնդիրը լուծել։ Խնդիրը պիտի լուծվի դպրոցից։ Մենք ինչ քաղաքացի ենք ուզում տեսնել ապագայում։ Այսօր պիտի կերտենք վաղվա քաղաքացուն, այլ արժեքային համակարգ ունեցող քաղաքացուն։ Մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք, մենք սիրում ենք ցույց տալ մեր ունեցածը, մենք մեր չունեցածն ուզում ենք փաթեթավորված ներկայացնել։ Մենք պիտի այդ ճանապարհն անցնենք, մենք պիտի նոր սերունդ կրթենք այլ արժեքներով, երբ որ ուսանողը կգնա բուհ սովորելու համար, երբ որ քաղաքացին 4 մեքենա պահելու, այն էլ մեծ մեքենա պահելու փոխարեն քաղաքային պայմաններում վարվող փոքր մեքենա կվարի,
Սրա համար մենք պիտի ճանապարհ անցնենք։ Տիկին Երեմյան, այ հենց ամփոփելով մեր զրույցը եկանք հասան կրթության թեմային, որ ամենակարևորներից է իրականում։ Այսինքն դուք որպես, ես միշտ եմ դա շեշտել, երկրի լավագույն կրթական հաստատություններից մեկի տնօրեն, կարծում եք, որ ամենակարևորը, ես չեմ այսպես ասած ուզում հետին պլան մղել մաթեմատիկան, չգիտեմ, բնագիտությունը, բայց ամենակարևորը հենց այդտեղ քաղաքացի դաստիարակելն է դպրոցում։ Պարտադիր։ Կարող է մի քիչ լավ վատ մաթեմատիկա իմանալ, մի քիչ վատ, չգիտեմ, պատմություն, բայց քաղաքացին հենց հանրակրթության պետական նոր չափորոշիչները, որոնք այսօր արդեն միայն 12-րդ դասարանում չեն կիրառում, հենց դրա մասին են, որ բոլորը չեն կարող բոլոր առարկաներին հավասարապես տիրապետել, բայց ունեցածը, իմացածը կիրառել պիտի կարողանան։ Այո, պիտի դպրոցը դառնա այն դարբնոցը, որը քաղաքացի է դաստիարակում, եւ վստահ եմ, որ ապագա սերունդը, որը 8 տարի հետո նոր չափորոշիչով սովորած կավարտի դպրոցը, մենք կունենանք որակապես նոր քաղաքացիներ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հակոբ Կոջոյան, կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։